բազում ուսմունքներ են անցել աշխարհով, բայց ով ինքն է շղթայված, նրան մի կանչիր ազատել քեզ։ Սուտրայի այս տողերով սկսենք մեր այսօրվա հիանալի դասը, որը վերաբերում է բուդդայականության այդպես կոչված անվակարգերի։ Եվ այդպես շատերին է իրականում հայտնի, որ բուդդայականությունը մեծ իմաստով բաժանված է երկու հիմնարար դպրոցների՝ հարավային եւ հյուսիսային, եւ հյուսիսային դպրոցը անվանում են շատ հաճախ Մահայանայի կամ մեծ անվակարգի դպրոց, ու համապատասխանորեն հարավայինը անվանում են փոքր անվակարգի կամ հինայանայի, կամ որը ավելի ճիշտ է ըստ սահմանման հին անվակարգի դպրոց։ Այնուամենայնիվ ամենակարևորը մնում է հետևյալը. բուդդայականությունը ամենաանփոփոխ ուսմունք է։ Եվ ամենաանփոփոխ լինելով այն ներառում է 3 հիմնարար փուլեր, բայց նաև բազում արահետներ, բազում պրակտիկաներ, որովհետև մարդկանց տիպերը տարբեր են։ Մարդկանց հակումները տարբեր են եւ ըստ այդմ յուրաքանչյուրը կարող է գտնել իր համար դյուրին արահետ։ Այնուամենայնիվ կա նաև սխալ ընկալում, ընդ որում այդ սխալ ընկալումը հիմնականում կա արևմուտքում, որը որ ճնշող մեծամասնությամբ ճիշտ չէ դատում ընդհանրապես արևելյան ուսմունքների մասին, եւ այդպես արևմտյան ընկալման մեջ շատ հաճախ կա սխալ մոտեցում, որ այդ դպրոցները ինչ-որ ձևով տարբեր են եւ ինչ-որ ձևով իրար հակառակ են։ Այնուամենայնիվ մենք միշտ ասում ենք հակառակը։ Դա փուլեր են զարգացման մեջ։ Եվ դեռ ավելին, նույնիսկ եթե մենք փոխանցում ենք ալմաստե անվակարգը կամ ոնց որ հաճախ ասում ենք տանտրան, այնուամենայնիվ մենք սկսում ենք միշտ փոքր անվակարգով, հինայանայով, անցնում ենք հինայանայով, հասնում ենք մահայանայի եւ մահայանայի բարձրագույն մասը արդեն իսկ ալմաստե անվակարգն է։ Սա շատ կարևոր է եւ առանցքային է ճիշտ ընկալել։ Հակառակ դեպքում մենք նորից ընկնում ենք արևմտյան տարանջատումների մեջ։ Իսկ այդպես, եթե մենք փորձենք դիտարկել, երբեմն մենք խոսում ենք, 3 հիմնարար պտույտների, ուսմունքի անիվի 3 հիմնարար պտույտների մասին, որ արեց մեծն կատարյալը, այնուամենայնիվ մենք հիմա փորձենք այլ տեսանկյունից դիտարկել անվակարգերը, որպեսզի առավելագույնս մատչելի լինի բոլոր նրանց, ովքեր որ հետաքրքրվում են բուդդայականության ուսմունքով։ Եվ այդպես առաջին այդ փոքր կամ հին անվակարգի առանցքում հրաժարումն է։ Եվ հետագայում, երբ որ մենք գալիս ենք անգամ մյուս անվակարգերին, մենք միևնույնը ընկալում ենք, որ սկզբում պիտի լինի հրաժարում, եւ եթե չկա հրաժարում, ապա չի առաջանա մեծ անվակարգի մահայանայի կարիքցանքը, եւ երբևիցե հնարավոր էլ չեն լինի մեծն ալմաստե անվակարգի պրակտիկաները։ Հիմքում մնում է հինայանայի հրաժարումը, որը ի վերջո, որպես հինայանայի արդյունք, բերում է եսի կապանքների իսպար բացակայությանը եւ դրանից հետո նոր հնարավոր է դառնում ինչ-որ ձևով ավելի խորանալ մահայանայի անվակարգի ճանապարհի մեջ։ Ըստ այդմ, երբ որ մենք մտածում ենք, իսկ որոնք են դարպասները, շատ հաճախ երբ որ խոսում ենք ընդհանուր բուդդայականության մասին, մենք ասում ենք, որ բուդդայականությունը սկսվում է մեծն ապաստարանի ընկալմամբ։ Դու ստանձնում ես 3 բարձրագույն ապաստարանները եւ դրանից հետո նոր կարողանում ես գնալ ուսմունքի ճանապարհին։ Ըստ այդմ մենք ասում ենք ընդհանուր առմամբ դարպասները, այո, ապաստարանները։ Հինայանայի հիմնարար դարպասները հենց հրաժարումներն են։ Մահայանայի մեծ անվակարգի դարպասները այլևս դառնում են կարիքցանք։ Կարիքցանքը, որում որ դու ընկալում ես, որ քո սեփական ազատումը հնարավոր չէ, քանի դեռ կան շնչող էակներ, որոնք որ բանտարկված են ունայն սանսարայի մեջ, եւ հանուն բոլոր շնչող էակների դու այլևս ձգտում ես արթնացմանը։ Այս տարբերությամբ հենց մենք գնում ենք առաջ մահայանայի ուսմունքով եւ գալիս ենք ի վերջո հասնում ենք մյուս դարպասների, որոնք որ ալմաստե անվակարգի դարպասներն են։ Շատ սխալ մոտեցում կա, որ դա 3-րդ անվակարգ է, մենք միշտ ասում ենք ոչ, դա
երկրորդ Մախայանայի անվագարքի բարձր փուլն է միայն։ Եվ այստեղ դարպասները այլևս դառնում են օծումը և իդամը, որին ամրապնդվելով մենք միայն կարողանում ենք փոխել ամբողջ աշխարհը և ինքներս մեզ առաջին հերթին։ Եվ այսպես, եթե մենք ինչ-որ պոետիկ զուգահեռ բերենք, որը շատ հաճախ են ուսմունքում բերում, ապա մենք ասում ենք, եթե կա անտառում թունավոր ծաղիկ, ապա Հինայանայի մոտեցմամբ մենք ասում ենք, հեռու մնանք այս ծաղիկից, այն թունավոր է և կարող է թունավորել մեզ։ Դու խուսափում ես այդ ծաղիկից, հեռանում ես, աստիճանաբար զարգանում ես, ու հետո գալիս է մյուս միտքը, բայց չէ որ կլինեն մյուս շնչող էակներ, որոնք որ կարող են թունավորվել այդ ծաղիկով, և դու խորանում ես անտառի մեջ, որպեսզի արմատախիլ անես այդ ծաղիկը։ Տանտրայի մակարդակում, զարգանալով էլ ավելի շատ, կարեկցանքով զինված, դու այնուամենայնիվ ընկալում ես, չկա և ոչ մի թունավոր բան ըստ էության, և ցանկացած թույնը հնարավոր է տրանսֆորմացնել, և հենց տրանսֆորմացիան է դառնում մեծն ալմաստե անվագարքի հիմքը։ Եվ այդպես տարբեր ձևերով մենք կարող ենք նորից ու նորից խոսել այդ ամբողջի մասին, Մախայանայի մասին խոսելիս և հասկանալով, որ ամբողջի հիմքում Մախայանայի այլևս կարիքցանքն է, մենք նաև հասկանում ենք, որ միայն կարիքցանքով բավարար չէ և հնարավոր չէ ինչպես թռչունը չի թռնի մեկ թևով, այդպես և մենք չենք կարողանա գնալ առաջ, եթե զինված ենք միայն կարիքցանքով և մենք սկսում ենք մտածել միաձուլման մասին, իմաստության և կարիքցանքի։ Եվ այդպես ինչ-որ ձևով փորձեցինք նկարագրել այդ հիմնարար անվագարքերը և նորից ու նորից ասում ենք, որ հնարավոր չէ գալ միանգամից բարձր անվագարք, եթե չես անցել մյուս անվագարքերի ճանապարհներով, իսկ Բուդդայի ձեռքը միշտ բաց է, և եթե որևէ մեկը դրանում ինչ-որ բան չի հասկանում, ապա պատճառը միմիայն իր մեջ է։